արձակման թույլտվություն ունես։ Ամեն րոպե կարան գան քեզ այստեղ տեսնեն։ Ուր էիր փախնում արա։ Ինքը իմ հետ է։ Ոչ դեր է բախի էր փախնում։ Նստի մեքենան էլ է։ Ես էր ուզածդ։ Նեմբես չոր առավոտն ցիրգուն ես մասին երազի։ Բայց դե կարտոշկա մաքրելուց լավ է էլի։ Որ լեզուն է պետք է դրել, լեզուն։ Մակար ջան, եսի սալոշնիից սալոշնի էլի։ Չուչի բարեկեցության հալցնա, ես որ չգնամ, չուչի վերջ է եկել է։ Կամ վաղտ ես տարել։ Ես չեմ ուղարկի, Հակոբ։ Ինքը զորամասից փախել է, բռնետ տարել են։ Ինչի է փախել։ Ինքը հետո քեզ կասի։ Չեմ հասկանում, արդեն նորմալ ծառայում էր, այդպես խնդիրներ չկային։ Հիմա ինչի որոշեց, որ պետք է փախնի։ Մուշեղ ջան, խնդրում եմ, մի բան արա էլի։ Հնարավոր է չէ հանել են տեղից։ Դու կարար չէ։ Հա, հնարավոր է։ Բայց ոչ մի բան չեմ կարող անեմ, Հակոբ։ Ինչի, Մուշեղ ջան։ Կարես ասես Լևոնը ինչ-որ գործի համար քեզ պետք է, կամ ասենք Հակոբ, ես քեզ հարգում եմ, բայց այդ մի բանը չեմ կարող անեմ։ Ես ինձ նենց վատ եմ զգում։ Իսկապես ահավոր է խնդրովի կարգավիճակում լինելը, մանավանդ որ գիտեմ քո բնավորությունը։ Հակոբ, ինչ ճիշտ հասկացի։ Դու էլ ես ինձ հիմա դնում ծանր վիճակի մեջ։ Ու քեզ թվում է, որ ես անմարդկային քայլ եմ անում, որ մոռացել եմ մեր ընկերությունը, բայց դա տենց չի։ Ինձանից ուրիշ բան ուզի ես քեզ կտամ, բայց այդ մի բանը չեմ կարող անեմ։ Եթե ես Լևոնի համար արեցի, ուրեմն պետք է բոլոր զինվորների համար անեմ։ Հասկացա։ Չեմ կարող բացառություն անեմ, Հակոբ։ Ես ինձ չեմ հարգի, անիմաստ կլինի իմ ծառայելը։ Հասկացա։ Դե լավ։ Ներիր։ Դու ինձ ներիր, Հակոբ ջան։ Հաջողություն։ Բայց մի նեղացել է, Հակոբ։ Չեմ նեղանում։ Դե մնա մի քիչ կխոսանք։ Չէ, գործեր ունեմ, մի քիչ շտապում եմ, հաջողություն։ Ասա Մինասյան։ Պարոն Վարդանյան, ինձ հանեք էլի վերակարգից։ Ինչի՞։ Եք չեմ հոգնած եմ։ Չէ, Մինասյան, դու հոգնած չես, քո գլխում լրիվ ուրիշ պլաններ են։ Չէ, հա ինչ ուրիշ պլան։ Լավ, Մինասյան, ես կարամ հանգիստ թողեմ գնամ տուն, վերակարգդ հանեմ, դու էլ գիշերը զորամասից դուրս գաս, գնաս քո հարցերը լուծես ու հայտնվես, ոնց որ դու ես ասում, ցուրտ ու մութ խոնավ վայրում։ Էդ ես ուզում։ Չէ ուզած։ Ահա, ես էլ քեզ համար այս պայմաններ եմ ստեղծել, որ չհայտնվես տենց վայրում, էլ ինչ ես ուզում։ Գնա, պատրաստվի, հանգիստ վերակարգդ ընդունի, բայց Մինասյան, չելնեմ չիմանամ, տակ գլխով ինչ-որ որոշում ես կայացրել։ Առանց էլ այդ Ղազարյանը հիմա շատ վատ վիճակում է։ Իրան զինված ուժերից հանել են, դու գիտես այդ ինչ անպատվաբեր բան է։ Ավելի լավ գեդին է մտներ, քան տենց բանելներ։ Ինքն մարդկանցից չէ որ գեդինը մտնում։ Մարտիկ են պետք որ իրան մտցնեն գեդինը։ Մինասյան, արի քարը փեշցը թափի։ Վերջ։ Երես թեմայով քո հետ չեմ խոսում։ Ասում եմ, մի կողմից լավ եղավ, որ Վարդանյանը քեզ վերակարգա գրել։ Ինչն է լավ։ Արա դե Մինաս ջան,
Քո մասին եմ մտածում, ես չեմ ուզում դու այդ Ղազարանի հետ ինչ-որ հարց ունենաս։ Դրանից լավ բան դուրս չի գա։ Դի գովի որ ես իր հետ հարց ունենամ է։ Ակուրատնի մի հատ ծեց կուտե, օրգնի առնիցների վրա։ Են մխոնա ձեռու ոտնգեմ, ուզում այդ Երևան։ Ինչի մա։ Քուչի տղեկը կռիվ են արել, դա հետներ ելնի։ Սա խելոքսը տրվի տեղ է։ Ման քնած է։ Մուշեղ ինչ ա եղել։ Ինձ հարցեր մի տուր։ Լավ։ Գուցե ասես, ես քեզ օգնեմ ուշեղ։ Եթե օգնել այդքան հեշտ բան լիներ, ես իմ ընկերոջն է կարայի օգնեի։ Դու էլ իմ ընկերն ես։ Ես լավ ընկեր չեմ։ Ես քեզ էլ լավ ընկեր չեմ կարող լինեմ։ Տես չի։ Ես հրամանատար եմ։ Ու մենակ կարում եմ հրամաններ տամ։ Ու մեկ էլ Մարին եմ չափից շատ սիրում, այդքան բան։ Ինչ ես խոսում, ուշեղ։ Ինձ մենակ թող։ Լսում եմ։